Բարեձեզ հայրենակիցներ, իմ անունը Տիգրան Խզմալյան, ես ներկայացնում եմ Հայաստանի եվրոպական ընտրություն հասարակական քաղաքական միավորումը։ Այս հոգեմաշ շաբաթվա ընթացքում մենք բազմաթիվ խոսքեր ենք լսել և դեռ շատ խոսքեր կլսենք, բայց մեծ հաշվով դա լավ է, քանզի ավելի լավ է, որ հնչեն խոսքեր, քան կրակոցներ, իսկ մենք շատ մոտ ենք կանգնած դրան։ Ուստի արդեն հիմա, թեև ոչ մի բան դեռ ավարտված չէ, ավելին ամեն ինչ դեռ նոր է սկսվում, սակայն հենց հիմա պետք է արձանագրել, թեև փոքր, մի ջանքյալ, սակայն կարևոր հաղթանակ մեր երկրի, մեր ազգի համար։ Հայաստանը չի վերածվել արյան ծովի, ինչպես ցանկանում էին ոմանք օտար երկրներում և միգուցե նաև Հայաստանում, այդպես որ հենց հիմա մեզ թվում է շատ կարևոր հասկանալ, թե ով էր ուզում վերածել Հայաստանը քաոսի և արյան ծովի։ Դրա համար պետք չէ բարդ դավադրությունների տեսություններ հորինել, բավական է ընթերցել միջազգային մամուլը և հետևել համացանցին։ Եվ մենք կտեսնենք, որ ապստամբության առաջին երկու օրվա վերջում Ռուսաստանի մամուլը, իսկ հետո նաև պաշտոնական ատյանները, ընդհուպ մինչև արտաքին գործերի նախարարությունը, անվանեցին մեր զինյալ ապստամբներին տերորիստներ, և այդ խոսքը շատ կարևոր է, մինչդեռ եվրոպական, ամերիկյան մամուլը բծախնդրորեն խուսափում էր այդ եզրից և շարունակում էր անվանել իրավիճակը ապստամբություն, իսկ տղաներին զինյալներ կամ ապստամբներ, այսինքն տերորիստ, ահաբեկիչ խոսքը ոչ մի անգամ արևմտյան մամուլում չէր օգտագործվել, և դա շատ կարևոր ուղերձ էր, քանզի եթե ընդունվեր այդ խոսքը, որը օգտագործում են իմիջիալոց որոշ քաղաքական խամաճիկներ Հայաստանում, ինչպես նաև ուժային համակարգի ռուսական գործակալներ, որոնք բարձր պաշտոններ են գրավում մեր երկրում, եթե այդ խոսքը ընդունվեր, եթե ընդունվեր այդ հասկացությունը, ապա դա կնշանակեր, որ տղաների հետ կարելի է այլևս չխոսել, նրանց ընդամենը պետք է վերացնել, քանզի միջազգային օրենքներով ահաբեկիչների, տերորիստների հետ բանակցություններ չեն վարում։ Եվ այնուամենայնիվ մենք տեսանք, որ թեև դժվար, բարդ, անհեթեթ կերպով, սակայն բանակցությունները վարվել են և վարվում են, համենայնդեպս առ այսօր նոր զոհեր չկան, և դա ամենակարևորն է։ Իսկ ով էր ուզում զոհ։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, որ Պուտինյան Ռուսաստանը հենց հիմա, գրեթե անթաքուն, ձգտում է հասնել Երևանի կենտրոնում նրան, ինչին նա չհասավ ապրիլ ամսին Հայաստանի սահմաններում, Արցախում, այսինքն ստանալ առիթ, ստանալ իրավունք, ստանալ հնարավորություն մտցնել Հայաստան իր զորքերը։ Ավելին, Հայաստանում կան ռուսական զորքեր, ոչ բոլորդ հիշում եք, որ Հայաստանում տեղակայված է 13.5 հազարանոց ռուսական զինվորական խումբ, որը բաղկացած է ինչպես զինվորներից, այդպես էլ չեկիստներից, այսինքն այսպես կոչված FSB-ի կամ պարզ ասած KGB-ի սահմանապահ զորքերից, որոնք
կանգնած են ինչպես հայ-թուրքական, այդպես էլ հայ-իրանական սահմանին եւ անգամ Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Եվ այս պայմաններում, ունենալով այսպիսի հզոր տրոյագանձի մեր երկրի ներսում, Պուտինյան Ռուսաստանը այնուամենայնիվ հապաղում է։ Ինչ պատճառով։ Ինչ պատճառով այն չի անում նույնը, ինչ անում էր Վրաստանում 2008 թվականին, ինչ անում էր Ուկրաինայում 2014 թվականին եւ անում է առ այսօր։ Ինչ անում էր Հայաստանում, որտեղ առաջին երկիրը, որը զավթված էր սովետական Ռուսաստանի կողմից, դա Հայաստանն էր 1920 թվականին։ Եվ հենց նույն այդ 11-րդ բանակը, որը այսօր կոչվում է 102-րդ ռուսական բազա, կանգնած է Հայաստանի սրտում, Գյումրիում եւ տեղակայված է նաեւ մեր սահմանների երկարությամբ։ Եվ այնուամենայնիվ, ինչ որ բան ռուսներին խանգարեց գրոհել այս անգամ։ Եվ դա միայն մեկ գործոն է, դա արևմուտքի կոշտ, հստակ դիրքորոշումն է, դա պետք է շատ լավ հասկանալ, որովհետև ռուսական դիվանագետների նյարդերը տեղի տվեցին եւ 1-2 օր առաջ ռուսական արտգործնախարարությունը վրդովմունք հայտարարեց այն կապակցությամբ, որ Եվրոմիության պաշտոնական հայտարարությունը Էրեբունիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ շատ զուսպ էր եւ այնտեղ չկային նույն եզրերը ահաբեկչություն, չէր նշվում զոհված ոստիկանի մասին, չէր նշվում որևէ մի բան, ինչը հնարավորություն կտար ռուսներին գործելու։ Երևանի իշխանությունները այս օրերին գտնվում էին երկու հզոր ճնշումների տակ, մեկը արևմուտքից, մյուսը Ռուսաստանից։ Եվ փառք Աստծո, եվրոպական, ամերիկյան, արևմտյան ճնշումը ավելի ուժեղ էր։ Սերժ Սարգսյանը զուսպ եւ իմ կարծիքով բավական խոհեմ գործեց եւ արեց նույնը հուլիսին, ինչ արեց ապրիլին։ Նա չենթարկվեց Պուտինյան ճնշմանը, նա թույլ չտվեց ռուսական խաղապահներին ճակերտներում իջեցնել դեսանտ Արցախ ապրիլին, նա թույլ չտվեց ռուսական տրոյական ձիուն դեսանտ իջեցնել Երևան այս օրերին։ Եվ դա նույնպես պետք է արձանագրել հանուն արդարությանը, որովհետև առանց դրա մեզ շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ է պետք անել հիմա։ Իսկ պետք է արձանագրել հետևյալը. Սերժ Սարգսյանը ընկավ այն ծուղակի մեջ, որը ինքն էր պատրաստել, ընդունելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ստորացուցիչ վերջնագիրը եւ դուրս անելով Հայաստանը Եվրոմիության ասոցիացման գործընթացից ու փոխարենը մտնելով տխրի առջակ եւ արդեն գոյություն ունեցող մաքսային միություն, որը հիմա վերանվանվել է Եվրոասիական տնտեսական միություն, Սերժ Սարգսյանն արեց մյուս քայլը, որը այդ օրերին նկատեց եւ որի մասին ահազանգում էր միայն մեկ քաղաքական գործիչ Հայաստանում, դա Պարույր Հայրիկյանն էր։ Խոսքը գնում է Սահմանադրության փոփոխության մասին, որը մեծ հետաքրքրություն չառաջացրեց Հայաստանում, թեև բարձրացրեց ցասման ալիք, երբ հերթական անգամ մեր կամքը, մեր կամարտահայտությունը ոտնահարվեց եւ այդ այսպես կոչված սահմանադրական փոփոխությունները կամ բարեփոխումները կաշառքով, ուժով, կեղծիքով անցան։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է հետևյալը, հայրենակիցներ, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա հենց հիմա, ապա ըստ փոփոխված սահմանադրության իշխանությունը անցնում է իշխող
քաղաքական կուսակցությանը, Սերժ Սարգսյանը գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այսինքն Գալուստ Սահակյանին, Հովիկ Աբրահամյանին, Հերմինե Նաղդալյանին, Լիսկային, Լֆիկին, Նեմեցին եւ մնացած մականունավոր գործիչներին, ում հետ Պուտինը բոլորովին էլ ժամանակ չի կորցնի եւ ոչ էլ ջանք կամ փող նրանց սիրաշահելու կամ համոզելու կամ գոնե շանտաժի ենթարկելու, ինչպես նա արեց Սերժ Սարգսյանի հետ։ Այստեղ ուղղակի կզանգահարի Պուտինի վարորդը կամ դռնապահը եւ կհրամայի եւ իրենք զգաստ կանգնած կկատարեն ցանկացած հրաման, քանզի նրանց գանձերը այնտեղ են Ռուսաստանում, իսկ ինչպես ասում էր Քրիստոսը, որտեղ որ գանձերն են ձեր, այնտեղ էլ ձեր սիրտն է։ Նրանց սիրտը սարերում չէ, նրանց սիրտը Կրեմլում է։ Կրեմլի մի հեռավոր դարակում, որտեղ որ պահվում են իրենց փողերը, իրենց սեփականության իրավունքները, իրենց իշխանության երաշխիքները։ Այդպես որ ճիշտ կարգախոսը հիմա կլինի բոլորովին այլ։ Սերժ Սարգսյանի համար դա իր կյանքի վերջին եւ կարեւորագույն քաղաքական կյանքի իհարկե վերջին եւ կարեւորագույն հնարավորությունն է փրկել իր անունը, փրկել իր համբավը, եթե ինչ-որ բան դեռ հնարավոր է փրկել։ Դրա համար պետք է անհապաղ հայտարարել, մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իրական ընտրություն, առանց կեղծիքի, առանց բռնության, առանց խաժամուժի։ Եվ դա կնշանակի, որ Հայաստանը օրինական, սահմանադրական ճանապարհով կանի այն ամենը, ինչ պետք է աներ վաղուց։ Պետք է միանա Եվրոմիությանը, համենայնդեպս կանգնի այդ ճանապարհի վրա, պետք է բացվի աշխարհի առաջ եւ պետք է օր առաջ ձերբազատվի անիծված ստալինյան, սովետական խորհրդային ժառանգությունից, որն այժմ խորհրդանշվում է Պուտինյան Ռուսաստանով։ Պարզ է, որ դա հեշտ չի լինի, բայց մենք պետք է դա անենք։ Մենք պետք է դուրս բերենք այստեղ այդ ռուսական զորքը։ Մենք պետք է ինքնուրույն ղեկավարենք մեր երկիրը եւ պաշտպանենք մեր սահմանները։ Մենք դա կարող ենք անել, որովհետեւ մենք պետք է մտնենք բոլորովին այլ համակարգ։ Դա Հյուսիսատլանտյան պաշտպանական դաշինքն է, աշխարհի հզորագույն ռազմական կառույցը, եւ դա Եվրոպական միությունն է, որն արդեն մոտեցել է մեր սահմանին, որն արդեն կանգնած է Վրաստանում, որն արդեն գործում է Ուկրաինայում։ Դա է մեր ճանապարհը, դա է մեր փրկությունը, եւ դա է այն, ինչ պետք է պահանջել նախ եւ առաջ մեզնից, նաեւ իշխանություններից հենց հիմա։ Ես հույս ունեմ, որ ապստամբները հասկանում են պահի լրջությունը եւ իրենց ընձեռած պատմական հնարավորությունը կօգտագործեն ճիշտ ձևով։ Նրանք իմ ընկերներն են։ Այս կետում ենք մենք բաժանվել եւ այս կետում ենք մենք հիմա միավորվելու։ Ես վստահ եմ։ Փառք Աստծո, բոլորը ողջ են։ Այդպես էլ պետք է շարունակվի։ Մնացածը կախված է ոչ միայն մեզնից, բայց մենք անպայման պետք է կատարենք այն, ինչը մեզնից դեռ կախված է։ Շնորհակալություն։